տեսեք այն։ 1.5 տարեկան Արթուրին սրտխառնոցի գանգատով մայիսի 28-ին մայրը տեղափոխել է Մուրացան համալսարանական հիվանդանոց։ 20 րոպե անց երեխան հիվանդանոցում մահացել է։ Փոքրիկի հարազատները բժիշկներին են մեղադրում։ Ասում են բժիշկ երեխան, ասում է վերջ երեխան բան եղավ, սրտի կանգ։ Մայրը վստահ է, որ իր փոքրիկը մահացել է պարանոցի շրջանում 4 ասեղ ներարկումից հետո։ Ինքը ոտերից երակարեց, թևերից շկարած գտներ, հետո մի անգամ այդ էս վզի երակը, գլխավոր երակից կատետր արեց ու 4 սպրիչ իրար հետևից սկեց երեխոս։ Ինքը ինձ ասում է երեխե թույլ էր արդեն ի վիճակի չէր, բայց երեխես գիտակցությունը տեղ, խոսում էր, մամա էր կանչում։ Տեսախցիկը ֆիքսել է, ինչպես է երեխայի տատը ծեծում բժշկուհուն, մազերից քաշում, գցում գետնին։ Թույթայ երեխան բերա, ուրիշ ոչ մի բան։ Թույթայ երեխան բերա։ Դրանք բժիշկ կոչվելու իրավունք ունեն։ Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ։ Արվել է ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար, ցավոք չի հաջողվել։ Ընդունվելիս ունեցել է փսխումներ, թուլություն, միկրոցիրկուլացիայի խանգարման նշաններ, կատարվել են լաբորատոր հետազոտություններ, որոնց տվյալները ևս եղել են ծայրահեղ մտահոգիչ։ Ընթացքում երեխայի մոտ գրանցվել է սրտի կանգ, սակայն վերականգնվել է մերձման ընթացքում։ Այնուհետև ժամը 23:10-ի սահմաններում երեխայի մոտ նորից դիտվել է սրտի կանգ, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ցավոք անարդյունք, եւ ժամը 23:50-ին գրանցվել է երեխայի կենսաբանական մահը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 2 քրեական վարույթ է նախաձեռնվել Մուրացան բժշկական կենտրոնի բժշկին ծեծի ենթարկելու մասով եւ բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները չկատարելու մասով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։